Արկա մարտահրավերները պահանջում են խնդիրների լուծման նոր մոտեցումներ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։ Նոյեմբերի 26-ին Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Իր հերթին Սփյուռքն էլ իր ձայնն է բարձրացնում Հայաստանում արկա խնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես Արդարություն Հայաստանում նախաձեռնության անդամ հայտնի մտավորականները հայտարարեցին, թե պատրաստվում են խմբեր ձևավորել, որոնք որպես դիտորդներ կմասնակցեն խորհրդարանական ընտրությունների վերահսկողության գործընթացին։ Արդյոք Սփյուռքը պետք է ունենա մասնակցություն Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Նաև այս հարցն են քննարկելու Ազատության ուղիղ եթերում տեսակետների խաչմերուկ հաղորդաշարի այսօրվա հյուրերի Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի եւ դերասան Հրանտ Թոխատյանի հետ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Ես ուզում եմ մի մեջբերում անենք Սերժ Սարգսյանի ելույթից։ Նա ասաց, այո, մենք շարունակում ենք բացահայտել Սփյուռքի մեր քույրերի եւ եղբայրների ներուժը, փորձելով այն ուղղել Հայաստանի կայուն զարգացմանը։ Այս տարիների ընթացքում մենք շատ աշխատանք են կատարել այս ուղղությամբ եւ հետո լսենք շարունակությունը։ Եկել է պահը, երբ մեկ էական լրացում պետք է կատարենք Հայաստան-Սփյուռք համատեղ աշխատանքում։ Միասնականության եւ պատասխանատվության համատեղումն է դա։ Մենք ունենք Հայաստանի զարգացմամբ մտահոգ Սփյուռք։ Ունենք աշխարհում հաջողության հասած այնպիսի հայրենակիցներ, ում անձնական եւ ինստիտուցիոնալ հնարավորությունները Հայաստանում ինչ-որ բան առաջ տանելու հարցում շատ ավելին են, քան անգամ պետական մի քանի գերատեսչությունների կարողությունները միասին վերցրած։ Եվ այդ մարդիկ իսկապես մտահոգ են Հայաստանի զարգացմամբ։ Ուրեմն եկել է նաեւ միասնաբար զարգացման քաղաքականություն իրականացնելու ժամանակը։ Անկեղծ լինենք, մինչև այսօր դա ընդգծված իրականություն չի եղել։ Քիչ բացառություններով Հայաստանում մշակվել եւ իրականացվել է այս կամ այն ոլորտի քաղաքականությունը, ընթացքում Սփյուռքի մեր հայրենակիցները հրավիրվել են մասնակցելու կամ օժանդակելու։ Մենք փոխում ենք սլաքը, ասում ենք, այսուհետ մշակված ձևաչափերով միասին ենք աշխատելու, միասին ենք ամրագրելու նպատակադրումները, միասին ենք դեր ստանձնելու, միասին ենք իրականացնելու եւ վերջում էլ միասին ենք ասելու ինչը ստացվեց եւ ինչը ոչ։ Այս ողջ գործընթացում բացառելու ենք չհասկացվածության սուր անկյունները, խուսափելու ենք մենք ասեցինք, մեզ չլսեցիք ձևակերպումներով թևաթափ երևույթները։ Յուրաքանչյուր կարող եւ ցանկություն ունեցող հայի համար փորձելու ենք գտնել գործելու եւ պատասխանատվություն ստանձնելու սեփական հատվածը։ Նախագահը չպարզաբանեց, թե ինչ նկատի ունի, ասելով, որ մենք փոխում ենք ձևաչափը, այսուհետ մշակված այսպես ձևաչափերով ենք, սլաքը փոխում ենք, մշակված ձևաչափերով ենք իրար հետ աշխատելու, բայց կարծիք կա, որ խոսքը ինչպես վերպետական ազգային խորհրդի ստեղծման մասին է, պարոն Սրապիոնյան, ձեզ հայտնի է արդյոք, թե հատկապես ինչ կառույցի միջոցով պետք է իրականացվի այս միասին մշակված։ Ես կարծում եմ նախագահը տվեց թեզիսը, որի շուրջ մենք պիտի մտածենք եւ փորձենք իմի բերել եւ փորձենք առաջարկել են լավագույն միջոցը, որով հնարավոր է ապահովել Սփյուռքի մասնակցության Հայաստանի քաղաքական կյանքին, Սփյուռքի մասնակցության բարձրագույն աստիճան, որովհետեւ նախագահի խոսքում էլ կար այդ միտքը, որ այն եղել են դեպքեր, բայց դա չի եղել են բացարձակ պահը, որը ապահովել Սփյուռքի ամբողջական մասնակցությունը։ Եվ օրինակները մենք ունենք եւ կառավարման բարձր պաշտոններում աշխատած սփյուռքահայերի հաջող կամ անհաջող, սա էական չէ։ Ես նույնիսկ ազգաններ կարող եմ ասել, որ գտնում եմ, թե այս պահին գուցեև անհրաժեշտ չի ասել այդ ազգանները, բայց մենք նախարարներ ենք ունեցել ենք նաեւ Սփյուռքից եկած եւ այստեղ օրենսդրական մարմնում աշխատած եւ աշխատող մարդիկ, ինչը ցույց տվեց, որ իսկապես առանց աշխատանքին գնահատական տալու, լավ կամ վատ, բավարար կամ ոչ բավարար, Սփյուռքը մտահոգ է Հայաստանի ճակատագրով։ Սա շատ կարևոր է, ինչը շեշտվեց, եւ կարծում եմ, այո, եղել է առաջարկ բարձրագույն խորհուրդ ստեղծելու, համահայկական խորհուրդ ստեղծելու։
Հիմա դա քննարկվում է, որոնվում են առավել կատարյալ ուղիները, որպեսզի դա կառուցվի եւ խաղա այն նույն դերը, ինչ դեր որ հանձնաժողովը ձեզ հայտնի խաղաց 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգելիս, որը պիտի խոստովանենք համահայկական նույնիսկ համաշխարհային հնչեղություն ունեցավ եւ կազմակերպվածությամբ եւ թիրախայինությամբ։ Այս իմաստով ես կարծում եմ, այո, դա լավ փորձ է եւ արժի որ շարունակել, կատարելագործել, այս անգամ արդեն այլ դերակատարում վերագրել։ Անհատներ, այո, մասնակցություն ունեցել են մեր երկրի կառավարմանը, բայց այս տարիների ընթացքում կարելի է ասել, այդպես էլ չստեղծվեց որևէ ինստիտուտ, որ այսպես ասած կորինականացներ Սփյուռքի որոշակի մասնակցությունը Հայաստանում որոշումների կայացման գործընթացում։ Շատ երկար խոսում էր երկպալատանի խորհրդարանի ստեղծման մասին, որի գուցե այսպես ասած Սենատը կընտրվեր Սփյուռքից, բայց սա կարծես թե պարոն Թուխատյան մնում է ընդամենը պաթոսային, հա, գաղափար կարելի ասել։ Ես չի ասել այդքան պաթոսային, որքան առաջարկը կա ու հիմա էլ մշակվում է, որպեսզի առաջարկվի նաև ձևը, ինչպես դա կարելի անել, հիմա իրավաբաններն են աշխատում ու այնտեղ Սենատի մասին խոսքը որ ասեն երկրորդ պալատի մասին ոչ միայն սփյուռք հայերը, որպեսզի այն կազմված լինի հայաստանցիներից, արցախցիներից եւ սփյուռքից։ Սփյուռք ներառյալ անգամ մոտ սփյուռքը, նկատի ունեմ Ռուսաստանը կամ նախկին խորհրդային հանրապետությունները, որտեղ ապրում է բնակչությունը։ Դրա կարևորությունը նրա մեջ է, որ այսօր բավականին հեշտ է որևէ գործին գնահատական տալ դրսից։ Այնպես չեք անում, այսպես չեք անում։ Իսկ այստեղ կա հնարավորություն գալ ինքները աշխատեն, հենց մեր հայրենակիցները, որոնք բնակվում են դրսում, ու ինքները իրենք էլ կարողանան որևէ որոշում ընդունել։ Այդ դրան էր ուղղված այդ երկպալատանի առաջարկը։ Եթե կգտնվի մի ուրիշ ձևաչափ, հետաքրքիր, որտեղ կարող են իսկապես ունենալ իրենց ուրույն մասնակցությունը Սփյուռքում, որովհետև արդեն տեսեք բացի նայից, որ մենք ենք հաճախակում, դե այդ մարդկանցից ինչքան կարելի է փող ուզել, իրենք էլ ասում են լավ, ինչի միայն գումարի ժամանակ եք մեզ հիշում։ Հիմա արդեն կա հնարավորություն միասին աշխատել, այսինքն օգտագործել նաև իրենց գիտելիքները, իրենց կարողությունները, որոնք որ մշակված են այն երկրներում, որտեղ որ իրենք բնակվել են։ Այս կապակցությամբ ես գիտեմ, որ վաղաժամ են հարցադրումները, բայց շատ են հարցադրումներ, օրինակ ինչպես պետք է ընտրվի այդ խորհրդի մասնակցությունը եւ արդյոք այլևս համարում եք, որ ժամանակավրեպը ժամանակին բավական հաստատուն այն մտայնությունը, որ այնուամենայնիվ երկրում քաղաքական որոշումների պատասխանատվությունը այն մարդկանց են, ովքեր ապրում են այդ հողի վրա եւ այդ երկրի քաղաքացիներ են եւ որքան էլ մեր հայրենակիցները լինեն, չպիտի իրենց որոշումներով մեզ համար ընդունվեն։ Նախագահի ելույթն արդեն կարծեք թե մասամբ ձեր բարձրացած հարցի պատասխանն է, այնքանով որքանով որ ընդունվում է իրողությունը Սփյուռքի առավել ակտիվ եւ ներկայացուցչական մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին։ Սա միանշանակ նախագահը հայտարարեց, չէ՞։ Բայց ինչ վերաբերում է երկպալատանի պարլամենտ ունենալու առաջարկին, ես պետք է ասեմ, որ սա նոր բան չի։ Բայց այլևս ժամանակավրեպ է սահմանադրական փոփոխությունները մեկ տարի վերացան եւ չի նախատեսվել։ Եթե մենք հարգանքով ենք վերաբերվում անկախ մեր անձնական ամբիցիաներից, հարգանքով ենք վերաբերում մեր երկրին եւ նրա հիմնական օրենքին եւ նրա իրավական դաշտին, ապա պիտի նկատի ունենանք արդեն գործող այն օրենսդրական ամբողջ փաթեթը, որի շրջանակներում կարող է տեղի ունենալ նման բան, թե չի կարող տեղի ունենալ։ Ես ուզում եմ հիշեցնել մոտ 1 տասնամյակ առաջ պարլամենտում հնչած նույն առաջարկը, նույն մեր ուրեմն падգամավորների կողմից։ Այն ժամանակ ներկայիս Սփյուռքի նախարար Տիկին Ռաշ Հակոբյանը առաջարկեց երկպալատանի խորհրդարան ունենալու գաղափարը։ Դա ընդունվեց ոչ սվիններով, քննարկվեց, ես ենթադրում եմ, որտեղ քաղաքական կյանքում այն ժամանակ ես չկայի մանրամասները չգիտեմ, բայց ես ենթադրում եմ, որ նպատակահարմար չդիտվեց այն ժամանակի համար, դուք գիտեք ինչ ժամանակներ էին, չմանրամասնենք, նպատակահարմար չհամարվեց կամ վաղաժամ համարվեց։ Խնդիրը, եթե բարձրացվում է, այն էլ մտավորականների կողմից, նշանակում է իր արդիականությունը տակավին չի կորցրել եւ նաեւ այն թե այդ ձեր հարցը հենց սկզբում պարունակում էր դրա միտումը, որն է այն ուղին, որով ավելի այսպես ներկայացուցչական կդառնա Սփյուռքի մասնակցությունը հայ քաղաքական կյանքին։ Գուցե նաեւ ուղիներից մեկը դա է։ Շատ լավ։ Որևէ մեկը այդ գաղափարը չի շղթում
Եվ բոլոր նրանք, ովքեր իրենց երկրի ճակատագրով մտահոգ են, ինչպես նաև այդ մտահուրականները, որոնք հայտարարություն են արել, որոնք մեզ ծանոթ են, այդ մտահոգությունները նկատի են առնվում եւ այդ մտահոգությունները նկատի չառնելու դեպքում մենք հաստատ կվերիպենք բոլոր մեզ դուր եկող եւ չեկող կարծիքները։ Եվս մի մեջբերում նախագահի ելույթից եւ կանցնենք արդեն ձեր նախաձեռնությանը, տեսեք դա Սերժ Սարգսյանը կարծես հստակ սահմանագիծ անցկացրեց երկու տեսակի սփյուռքահայերի միջև, հա, մարդկանց ում հետ ինքը ասեց պատրաստ ենք բաց եւ շիտակ քննարկումների եւ նշեց անուններ, ասեց մեր երկրում կառավարության հետ միասին ամեն օր որևէ բան են փոխում, անուններ Էռնեկյանը, Սամվել Կարապետյանը, Վաչե Մանուկյանը, Ռուբեն Վարդանյանը, Վարդան Սերմաքեշը, Սեմ Սիմոնյանը, որոնք նոր մշակույթ են տնտեսության շատ կոնկրետ ոլորտներում ներդնում եւ զարգացում ապավում, բայց լսենք շարունակությունը։ Բայց մենք դժվար թե այնքան ժամանակ անկեղծ ասել, նաեւ ցանկություն գտնենք, որ կարողանանք մեկ առ մեկ արձագանքել այն փոքրաթիվ անհատներին, ովքեր երբեք կամ առնվազն բավականաչափ երկար ժամանակահատված Հայաստանում չեն եղել, չգիտեն մեր իրականությունը, որոշ դեպքերում չեն մասնակցում անգամ իրենց համայնքային կյանքին, բայց դատավորի դեր են ստանձնել եւ աջ ու ձախ փնովում մեղադրանք են տարածում։ Վստահ եմ, սա անհեռանկար զբաղմունք է, որ ժամանակի ընթացքում ուղղակի վերանալու է։ Ձեր դիտարկմամբ այս կշտամբանքը դատավորի դեր ստանձնելու հետ կապված հիմնավոր է։ Որոշակիորեն միգուցե այո, որոշակիորեն։ Հիմնականում ոչ, որովհետև ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք այսօր հետաքրքրված են Հայաստանի կյանքով, ներքին թե արտաքին, որոնք ուզում են իրենց մասնակցությունը բերեն, դա չեն կարող լինել մարդիկ, որոնք վաղուց ծանոթ չեն Հայաստանի կյանքի հետ, ծանոթ չեն Հայաստանի քաղաքական, տնտեսական խնդիրների հետ, այնպես որ ես կարծում եմ դա այն մարդիկ են, որոնք որ ուզում են իրենց օգնությունը, իրենց մտային կարողությունը բերել Հայաստանի զարգացման համար։ Այ եթե նախորդից գանք, ինչ ձևաչափով նույն Արտուր Ալեքսանյան իր առաջարկումները, որը հիմա առաջարկում է այդ երկպալատանը։ Այո, որպեսզի ասենք համայնքներում ամեն 100,000 քանակը ընտրի մի падգամավոր, ամեն 100,000-ը։ Այդպես մենք կունենանք հավասարաչափ ընտրված տարբեր երկրներից տարբեր քանակի падգամավորներ երկրներ կլինեն, որտեղից չընդհանրապես չեն լինի, բայց ելի են։ Չէ, այդ դեպքում իրենց դեպքում կտրվի, ասենք Սինգապուրում հնարավոր է շատ փոքրականակ լինի, բայց նրանց էլ կտրվի որևէ կամ միանալ իրար։ Հիմա նախաձեռնությունների վերաբերյալ խնդրեմ լրացում անել։ Նախ ես չի համաձայնի այն տեսակետի հետ, որ նախագահը հստակ սահմանագիծ անցկացրեց սփյուռքահայերի միջև։ Ես դա կձևակերպեի մարդկանց միջև։ Այն մարդկանց անունները, որը թվարկել են նախագահը իր խոսքում, այդ մարդկանց անունների մեջ կան եւ սփյուռքահայեր, ինչպես Սերմաքեշը, Սեմ Սիմոնյանը, Էռնեկյանը, եւ կան մարդիկ, որոնց դուք չեք կարող սփյուռքահայ համարել, Սամվել Կարապետյան, Ռուբեն Վարդանյան եւ այլն։ Մերձավոր սփյուռք են աշխատանքի իմաստով, բայց մենք գիտենք, որ նաեւ Սամվել Կարապետյանի հայրենիքը Տաշիրն է, ի վերջո, եւ Ռուբեն Վարդանյանի որդին ծառայում է Արցախում։ Այո, կարելի է դա պայմանականորեն, եթե համարում եք։ Այսինքն ես ուզում եմ ասել, որ խոսքը վերաբերում է մարդկանց տեսակին, նրանք, ովքեր մտահոգ են, լավ գիտեն երկիրը, եւ նրանք, ովքեր դատավոր են, որոնք մեզանում էլ կան, միայն Սփյուռքում չեն։ Բուն Հայաստանում էլ կան, դատավորի դեր են ստանձնել, բայց իրենք շոշափելի որևէ բան չեն անում կամ գոնե առաջարկում։ Այս դեպքում երբ մենք ուզում ենք մտավորականներին նկատի ունենալ, որոնք առաջարկ են արել, անկախ նրանից դա մեզ համար ընդունելի է, մեզ համար ես նկատի չունեմ իշխանություններին, ես նկատի ունեմ առհասարակ մարդուն, ընդունելի է թե ոչ, այստեղ կա եւ անկեղծ մտահոգություն, կա եւ անկեղծ ցավ, կա եւ իրենց ընտրած տեսլականը, որ իրենք համարում են ճիշտ ճանապարհ։ Հիմա տեսնենք, թե ձեր նախաձեռնությանը Արդարություն Հայաստան, որի նախաձեռնողներից մեկը դուք եք, պարոն Թոխատյան, ինչպես արձագանքեց մասնավորապես հանրապետականի խոսնակ Էդվարդ Շարվազանովը, իհարկե բոլորը ասում են լավ են թող գան, բայց կա նաեւ այսպիսի տեսակետ, լսենք։ Եթե շատ մեծ կանխելու ցանկություն ունեն, կարող են կանխել նաև այն երկրները, որտեղի քաղաքացիներ են, որտեղ ապրում են, որովհետև մենք գոնե տեսանք, որ Միացյալ Նահանգների վերջին նախագահական կամպանիան ի հայտ բերեց բազում թերություններ, որոնք կային այդ
ժողովրդավարական երկրում մեզ վերահսկիչներ պետք չեն։ Մեզ պետք են օժանդակողներ, միասնական քայլեր կատարողներ, որպեսզի մենք բոլորս միասին գնանք առաջ։ Սա բնականաբար ձեզ չի վերաբերվում, քանի որ դուք Հայաստանի քաղաքացի եք, ապրում եք եւ ինչպես ասել եք, շարունակելու եք միշտ ապրել Հայաստանում, բայց վերաբերում է ձեր գործընկերներին, որոնք Ես համաձայն չեմ, որովհետեւ ես նկատում եմ Շարմազանի մի հարցում, որ գիտեք ինչ, ախր եկեք չմոռանանք, որ խոսքը գնում է այն մարդկանց մասին, որոնք որ ամեն մեկը իրենց երկրում բավականին կայացած են։ Եվ համաշխարհային մակարդակով ես նկատում եմ։ Եթե այդ մարդիկ այսօրվա օրով մանավանդ նրանք, ովքեր աշուտ մեծամասնությունը ներկայացնում են արվեստը եւ մշակույթը, եթե նրանք պատրաստ են իրենց ժամանակից բավականին մեծ հատված կտրել եւ զբաղվել այս հարցով, նշանակում է իսկապես իրենք շահագրգռված են, որպեսզի ընտրությունները անցնեն արդար եւ մաքուր։ Եթե ասում եմ, որ մենք ինքներս դա անում ենք, այդ դեպքում ավելի լավ աշխարհը հրճակ կանոններ ունեցող մարդիկ թող գան մեր հետ միասին լինեն, դրսում էլ կարձագանքեն, որ տեսեք ինչ լավ արդար անցնում է մեր ընտրությունները։ Եթե ոչ, այդ դեպքում իսկապես մարդիկ մտահոգակ ուզում են գան, որպեսզի իրենց մասնակցությունը բերեն։ Բայց այդ նախաձեռնության մեջ որքանով էլ դրական լինի եւ ենթադրելի լինի, որ այդպիսի համաշխարհային մեծության մեր հայրենակիցների մասնակցությունը կարող է ինչ-որտեղ նույնիսկ զսպող դերակատարություն ունենալ, բայց այնինչ ասուլիսում օրինակ ասում էր Ատոմ Էգոյանը, որը խոսում էր Հայաստանի ընտրողին կրթելու մասին, չէ, ասում էր, որ կարողանա կատարել ճիշտ ընտրություն։ Արդյոք թվում է, որ Հայաստանի ընտրողը, այսպես ասած, ընտրություն կատարել չգիտի, թե հարցը այլ է։ Մեկը այս կապակցությամբ նկատել է, ինչ է, նրանց թվում է, թե մենք այստեղ աբորիգեններ ենք եւ Ես կարծում եմ մենք սվիններով չպիտի ընդունենք կարծիքները, մենք պիտի հանդուրժող լինենք, որովհետև եթե մարդը այդպես մտածում է, հենց օդի մեջից վերցրած փաստերի կամ, չգիտեմ, իրողությունների ճնշմամբ չի մտածում։ Մարդը եզրահանգման է եկել եւ այդպես արտահայտվում է։ Մենք պիտի նայենք, թույլ տալիս է արդյոք Հայաստանի իրավական նորմերի դաշտը կամ օրենսդրությունը։ Ես իրավաբան չեմ կարող պատասխանել, անկեղծ ասած չեմ կարող, բայց ներողություն ես ասեմ, որ վերջին ընտրությունների ժամանակ եղել է մի դիտորդական կազմակերպություն, որը օտարերկրացիներ են եւ նրանց կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ չտվեց առաքելություն իրականացնել։ Նշանակում է օրենսդրական սահմանափակումներ կան, եթե մենք սկսենք վերահսկողական գործընթացից արդեն իսկ շեղվել օրենքներից ընտրության ընթացքում, նշանակում է մեզ իրավունք ենք վերապահում, թեկուզ հոգեբանորեն։ Արդեն ընտրություններում օրենքները խախտելու ընթացքով գնալու։ Կնայեն, առաջարկներ կլինի, դիտորդական խմբեր են գալիս, դրանք ընդունվում են, մասնակցում են ընտրությունների վերահսկողության գործընթացին։ Եթե օրինակ օրենքի դաշտում է, օրենքը դա թույլ է տալիս, իհարկե թող գան մասնակցեն։ Շատ լավ։ Կան կազմակերպություններ, որոնք որ դիտորդական առաքելություն անցկացնում են, ու հիմա իմ գործընկերները փորձում են համագործակցել նման կազմակերպությունների հետ, որպեսզի նրանք գան այստեղ։ Դա մեկ։ Երկրորդը ես կարծում եմ, որ նույն Ատոմ Էգոյանի խոսքը ոչ մինչև վերջ ճիշտ է հասկացվել, որովհետև մենք այդ թեմայով Ատոմի հետ առանձին զրուցել ենք ընդամենը 1 ամիս առաջ։ Ինքը նկատություն է, որ անկիրթ է մեր ընտրողը, որպեսզի պետք է գալ նրան սովորացնել։ Խոսքը գնում է նրա մասին, որ իրենց համար բավականին զարմանք էր հարուցում, որ հնարավոր է ձայն վաճառել, ձայն խաբել, ձայնը տալ ուրիշին եւ այլն եւ այլն։ Ինքը նկատում էր, որ հանդիպումների ժամանակ ոչ թե գան հենց այդ օրերին, այլ ավելի շուտ, որպեսզի ոնց որ ես էլ եմ ձեր կողքին։ Մի քիչ եկեք այս անգամ զուսպ լինենք, եկեք գնանք նորմալ ընտրություն։ Ինքը կրթական դա է նկատում էր, այլ ոչ թե չգիտեն, ես եկել եմ սովորել։ Իսկ արդյոք այս հարցը շոշափվել է, որովհետև դուք երևի տեսնում եք, որ ընտրություններին, այսպես ասած, մոտեցումը փոխվում է, գոնե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ բիրտ մեթոդները, քվեատուփ գողանալ, ինչ որ լցոնել եւ այլն, փոխարինվում են ընտրատեղամասերից դուրս արվող որոշակի գործողություններից շատ տարածուն է մնում ընտրակաշառքը։ Այստեղ որևէ դիտորդական առաքելություն ինչ կարող է անել։ Ցավոք սրտի շատ քիչ բան։ Ցավոք սրտի, եթե դա արվում է, ասենք, սկսած այսօրվանից, ու եթե մեր ընտրողը ունի որևէ շահ, տարբեր տեսակի, դա կլինի, ասենք, չգիտեմ, դեղորայքից, դրամից, որևէ օգնությունից, ջուր քաշելուց, ասֆալտ փռելուց եւ այլն եւ այլն եւ այլն։ Տվյալ դեպքում
միակ այն ինչը որ կարող ենք անել, ես իմ գործընկերներ խնդրել եմ ավելի շուտ ժամանել Հայաստան, անենք հանդիպումներ, փորձենք մարդկանց հետ զրուցել, համոզենք հնարավորինս, որ եկեք այս անգամ ընտրակաշառքը դնենք մի կողմ, գոնե մի անգամ թող ամեն մեկը, գիտեք ինչ, որտեվ հաճախ մենք եթե հանդիպում ունենք հարց են տալիս, իսկ ինչ եք առաջարկում, ում գնանք ընտրենք։ Մենք չենք առաջարկում ում ընտրելը։ Մենք ուզում ենք, որպեսզի յուրաքանչյուր ընտրող իր ձայնին տեր լինի։ Եթե ինքը իր ձայնը կտա որևէ մեկին, որին շատերը դեմ են, թող ինքը տա, բայց ինքը տեր լինի իր ձայնին ու իր խղճի հանդեպ ինքը լինի արդարացի։ Հա, ես իմ ձայնը տվել եմ այսինչ կամ այնինչ կուսակցությանը։ Չէի ուզում այս թեմայով շատ շարունակել, որովհետև կան այս կապակցությամբ բազմաթիվ վերլուծություններ, ասում են այդպիսի խնդիր չկա, Հայաստանի քաղաքացին ունի ընտրելու գիտակցություն, երբ որ նա տեսնում է, որ ունի այդ ընտրությունը, ընդ որում լավ թե վատ այդ ընտրությունը կատարել է, այլ հարց է, թե այդ ընտրության արդյունքի հետ ինչպես են վարվել մարդիկ ու օգտին կատարվել է այդ ընտրությունը։ Այդտեղ աշխատանքը մի քիչ ավելի շատ պետք է։ Շատ լավ, բայց ընդհանուր առմամբ, եթե ավելի ընդհանրական նայեք, տեսեք, այդ ասուլիսի ընթացքում դժգոհություններ էին հնչում, որ Հայաստանը Սփյուռքին դիտարկում է իբրև յուրօրինակ բանկոմատի, հա, բայց մոռանում են, որ նրանցից շատերը նույնպես անգամ քաղաքացիներ են եւ իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, մինչդեռ իրենց այդ իրավունքը չի տրվում։ Սիլիանա, ես նորից ստիպված եմ խոսել օրենքի սահմանափակումների մասին եւ ասել, օրինակ 100,000 մարդը, դրանք Սփյուռքի մեր հայրենակիցներն են, որոնք երկքաղաքացի են։ 100,000 մարդը մեծ թիվ է ընտրություններում, թե փոքր թիվ։ Պայմանական բան է, ոչ ոք չի կարող ասել։ Նրանք, ովքեր երկքաղաքացի են, արդեն խնդիր չունեն։ Իսկ նրանք, ովքեր այլ երկրների քաղաքացի են, օրենքների սահմաններում ինչքանով հնարավորություն ունեն այդ գործընթացի ակտիվ մասնակիցը կամ կրողը լինելու։ Սա խնդիր է, որ պիտի իրավաբանական պատասխան ստանա, ցանկություն բոլորը ունեն։ Եվ չմոռանանք, որ Սփյուռքը ինքը շատ բազմատար երևույթ է, շատ բազմատար, այդ 7.5 միլիոնը, ես չգիտեմ, թե ինչքան տարբերակիչ գծեր ունեն եւ նաեւ իրար մեջ որոշակի դիմադարձություններ կա նաեւ Սփյուռքում։ Այնպես չի, որ այդ ամբողջ Սփյուռքը միատարր է, անշուշտ չի կարող, ոչ տարածական իմաստով, ոչ մշակութային իր ներքին ուրեմն դիմագծի իմաստով, ոչ մտածողության։ Դուք տեսեք, մեր մտավորականների հայտարարության տակ, եթե չեմ սխալվում, ես մամուլին հետևելով հիշում եմ, որ 3000 ստորագրություն, 4000, նույնիսկ 5000 կասենք, հա? 7.5 միլիոնի կտրվածքով եթե նայում ենք, այդ 5000-ը որոշիչ թիվ է, թե որոշիչ թիվ չի։ Բայց երբ նայում ենք զուտ 5000-ի մեջ, դա բավականին լուրջ թիվ է, չէ՞։ Այսինքն կան պայմանականություններ, որոնք հստակեցման խնդիր ունեն, կարիք ունեն, որովհետեւ մենք հասկանանք այնուամենայնիվ օրենքներում, եթե կան սահմանափակումներ, ինչն է սխալ, հետագայում շտկելու պայմանով, որովհետեւ մեր հայրենակիցները որտեվ դա պարզ երևում է, իշխանություններն են ուզում, որ Սփյուռքը ակտիվ մասնակցություն ունենա մեր քաղաքական կյանքին։ Այդ օրենսդրական արգելքները վերացնենք կամ ընդունենք օրենքներ, որոնք չեն հակասի այսօրվա գործող օրենքներին։ Վերջին հաշվով պետությունը օրենքների ճշգրիտ դաշտ պիտի ունենա, այդ օրենքներն էլ պիտի թելադրեն բոլորին։ Օրենքը ունի իշխող դիրք։ Գիտեք ինչ, եթե այսօրվա օրով իշխանությունները ուզում են, որպեսզի մարդիկ ակտիվ մասնակցեն, այդ դեպքում ինձ շատ դժվար է հասկանալ Շարմազանովին, շատ դժվար է հասկանալ։ Մյուս կողմից, եթե մենք խոսում ենք բավականին բազմատար են Սփյուռքում, բայց նույն ձևի բազմատար ենք մենք ներսում։ Մենք մինչև հիմա իրար կիսում ենք սա Գյումրեցիա, նա է, սա, նա այն, այսինքն ամեն մեկին ինչ-որ մի լավ թե վատ իմաստով պիտակ են կախում։ Այնպես որ նշանակում է, որ այդ 7.5-ին պլյուս մենք, այսինքն նշանակում է, որ բոլորս էլ բավականին բազում։ Եթե այդպես է, բայց բոլորս հետաքրքրված ենք Հայաստանով, ու այն մարդը, որ այսօրվա օրով ունի ցանկություն ու դառնում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ընդհանրապես որևէ կապ չունենալով Հայաստանին, որովհետև շատ շատերի համար Սփյուռքում երգիրը դա նա է, սարից այն կողմն է։ Այս կողմը իր համար մի տեսակ ինքը սիմվոլ է իր երգրի։ Ինչ-որ քանակով գուցե, բայց կան այդ նմանների ես հանդիպել, որոնք որպես թանգարան են գալիս Հայաստան, նայում, դիտում են մի փոքր արդյունք եւ հեռանում են, դրանք էլ կան։ Բայց ես կարծում եմ, որ այն մարդիկ, գոնե ես նկատում եմ իմ գործընկերներին, մտավորականներին, որոնք այսօրվա օրով պատրաստ են դա անել,
Հավատացեք կամ կարծում եմ հավատացնել պետք չի, նրանցից որևէ մեկը որևէ շահ չունի, որևէ պաշտոնի չի ձգտում, որևէ ինչ որ սպասումների բան չունի, որովհետև նորից եմ կրկնում, իրենցից ամեն մեկը բավականին կայացած է իրենց երկրում եւ աշխարհում եք, այսինքն ունեն անուններ։ Դրա համար էլ ես կարծում եմ, որ մղումները իմ գործընկերների, ում ժամանակին մենք երկար զրուցելուց հետո եկանք այդ պետիցիային, որովհետև ես այլ կերպ էի պատկերացնում, իրենք ընդունեցին այն ձևը, որը ընդունված է իրենց մոտ, որը մի քիչ մեզ մոտ ընդունված չի, դա համար է ստորագրությունների քանակը մի փոքր տատանում տվեց։ Գիտեք, ես օրինակ նույնիսկ վատ բան չեմ տեսնում այն բանում, որ Սփյուռքը հայը ուզում է իր երկրում շահ ստանալ։ Ոչ մի վատ բան։ 3 տարի առաջ նախագահը իր ելույթներից մեկում ուղղակի ասաց. եկել է ժամանակը, որ Սփյուռքը հայը այստեղ բերի ոչ թե նվիրատվություն, բարեգործություն, այլ աշխատանք եւ որոնի շահ իր հայրենիքից շահ ստանա։ Այսինքն դա նույնպես խորտ մտածողություն չի մեզ։ Եթե ես նկատի չունեի շահը, որ ասենք վաղ եթե Ատոմեգոյանի ֆիլմը այստեղ ցույց տա, ուրեմն տոմս չպետք է վաճառի կամ Արսինե Խանջյանը ներկայացում խաղա կամ Սերժ Տանկյանը երկրի։ Դա առանձին։ Չէ, ես շահի նկատի ունեի, որ ասինքն իշխանությունից սпасելիք, որ այ հիմա կգամ ինձ պաշտոն կտան։ Մի քիչ դրա մասին է խոսքը։ Բայց տեսեք Հրանուշ Հակոբյանը ինքը ես կապակցության մի բան էր ասել, որ միշտ բոլոր սփյուռքահայերին խորհուրդ է տալիս հետևել բժիշկ Հրայր Հովակիմյանի օրինակին։ Նա 1992-ին եկավ Հայաստան, ոչինչ չբերեց ըստ Հրանուշ Հակոբյանի, բերեց միայն իր խելքը, փորձը, վիրահատելու տեխնիկան եւ կարողացավ Հայաստանում համակարգ ստեղծել։ Այո։ Այսինքն դուք զուգահեռը հասկանում եք ինչ է առաջարկում։ Եկեք այստեղ, փոխեք համակարգը։ Ես կարծում եմ, որ այն օրվա խոսելուց եւ Էրիկը Նազարյան դա հենց ընդգծեց, որ իրենք պատրաստ են այսօրվա օրով, այսինքն այսպես թե այնպես ընտրությունները անցնելու են։ Գալու է մյուս օրը, բացվելու է լուսաբացը։ Ու ես վստահ եմ, որ Էրիկի խոսքերն էլ դա կրկնվեց եւ գիտեմ, որ Արսինեն էլ այդպես մտածում, գանք Հայաստան հիմա ոչ թե միայն բերելով մեր այնտեղ պատրաստածը, այլ սկսենք Հայաստանում ծավալել մեր գործունեությունը, այնպես հրայրի օրինակը հրաշք օրինակ էր, իսկապես այն նմանատիպ այսօր կան, գալիս են, փորձում են անել էլի տարբեր ասպարեզներում, բայց եթե դա լինի մի փոքր ոչ թե համակարգված, այլ շատերս իմանանք դրա մասին, իրենց էլ մենք ներծու կանենք, այդ դեպքում շատ ավելի առաջ կգնանք, կօգնեն տնտեսության մեջ, բիզնեսի մեջ, բանկային ծառայությունների մեջ տվեցի կանոններ, նույն Ռուբենենց խումբը Global Armenian, այդ հայտարարությունը համարադրապես մի բան էր, պատրաստ ենք հավաքվել, օգնել մեր երկրին, ու ոչ միայն խոսքը գնում էր գումարների մասին, խոսքը գնում էր նաև իրենց կարողությունների, մտային կարողությունների մասին։ Ես նաև լրացում անեմ այդ իմաստով, որ եթե մենք խոսում ենք Հրայրի մասին, ապա նրա արածը շատ ավելի ակնառու է, տեսանելի է եւ մենք դա գիտենք, ասում ենք, բայց այդպիսի օրինակները, ինչպես նշեց Սիրիլ Դերասանը, այնքան քիչ չեն։ Օրինակ Թութունջյան ամուսինները նախագծեցին մի ամբողջ թաղամաս սիրիահայերի համար առանց որևէ ակնկալիքի եւ դա բարեգործություն չէր միայն։ Դա նաեւ նպատակ էր ճարտարապետական մշակույթը մեզանում չասեմ վերափոխելու, բայց լրացնելու այն մեր ճարտարապետական մշակույթը, որը կար եւ որի պակասը թութունջանական, այսպես պայմանականորեն ասեմ, ճարտարապետության պակասը կար դրանում։ Հետևաբար մի ուղիների խնդիր է ընդհանրապես։ Եվ մեր զրույցի վերջին հարցը, մեր հայտնի մտավորականները պնդում էին, որ իրենց համար այսպիսի յուրօրինակ արթնացման զանգ ծառայեցին ամռանը կատարված իրադարձությունները, Սասնա ծռերի, մասնավորապես Արսինե Խանջյանը ասաց, որ հուլիսյան դեպքերը մեզ համար դաս էին, որ մենք ավելի լուրջ քայլեր պետք է ձեռնարկենք եւ մեր մասնակցությունը ունենանք Հայաստանի ներքաղաքական կյանքում, լսենք։ Հավանաբար հենց այս նույն վերակնահատման արդյունքում դեղի ունեցան նաև այս ամառվա իրադարձությունները, երբ քաղաքացիների զայրույթը հանգեցրեց զինված գործողությունների մեր երկրում։ Կարծում եմ, դա ակնհայտ ահազանգ էր, որ իրադրությունը դուրս է եկել թույլատրելի սահմաններից եւ երկրում անհավատ փոփոխությունների ձեռնարկման կարիք կա։
Ես շատ բաց հարց եմ ուզում տալ, էլի, եթե կարելի է, այսինքն ինչ եք կարծում, ինչ կպատահեր այս բոլոր մարդկանց հետ, եթե իրենք իրենց երկրներում, այսպես ասենք, աջակցություն ցույց տային մի գործողության, որի հետևանքով մարդիկ են սպանվում, որի հետևանքով մեքենաներ են այրվում, ինչ որ բաներ են զավթվում, պատաններ են պահվում եւ այլն։ Նույնը ինչ որ կատարվեց մեզ մոտ։ Այսինքն նրանց այնտեղ էլ շատ հանգիստ բերմանքի ենթարկեին, որպեսզի մինչև վերջ հասկանային նրանց մասնակցությունը եւ այլն եւ այլն։ Այստեղ խնդիրը նրա մասին չի, որ ինչ բարբարոս երկիր է Հայաստանը, իսկ մեր երկրները դրախտ են։ Այդպես չի, որովհետեւ քաջածանոթ են նրանք էլ շատ լավ ինչ կատարում են իրենց երկրներում ու նույնն էլ այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ իրեք ինչ, այսպես թե այնպես, երբ որ շենքի շքամուտքը մի փոքր փոշոտվում է, դու ուզում ես, որ քո բնակարանը մաքուր լինի, բայց գիտես, որ փոշին տարածվում է, նույն այստեղ է մոտեցումը, փոշի չեմ ուզում իմ երկրում փոշի լինի, ինչի պետք է այդպես լիներ իմ երկրում, ինչի պետք է այսօրվա օրով սահմանում արյուն թափած մարդը հանկարծակի վերցնի զենքը ձեռք ու մտնի քաղաք, ինչ որ մի բան ուրեմն չի աշխատում, ինչ որ մի բան սխալ է, փորձենք հասկանալ այդ սխալը, փոխանակ բախումների միջոցով, այլ որևէ քայլ, որպեսզի հասկանանք ինչ կատարվեց կամ ինչ կարող էր Աստված չարասցե կատարվել, այդ դեպքում խնդրեմ ծագում։ Արսինեի ասածը դրա մասին էր, չենք ուզում որ մեր երկրում այդպես լինի։ Այն հարցով իհարկե համաձայն եմ Անա ջան, ինքն էլ է շատ լավ հասկանում, որ եթե նույնը կատարվել Դա մի բան է, որին հաջակցություն նույն ձևի տանելու էին։ Ես լրացնեմ, որ օրինակ դուք բազմաթիվ անգամ ականատես եք եղել եթերից Հունաստանում, Ֆրանսիայում, եվրոպական դեմոկրատ հռչակված երկրներում ցուցարարների նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն համապատասխան իրավապահ մարմինները, շատ ավելի դաժան, շատ ավելի բարդ, եւ ես այս իմաստով համարում եմ մեզ մոտ իրավիճակը շատ ավելի մարդկայնորեն հասկանալի։ Ես չեմ ուզում գնահատական տալ Սասնա ծռերին, շատ լավ հասկանալով թե դա ինչ արձագանքներ կունենա, բայց ես ուզում եմ ասել, որ այն զարթոնքը, որի մասին մենք հիմա խոսում ենք, այդ զարթոնքը դժբախտաբար ավելի ողբերգական շրջանի դեպքերի ազդեցության տակ նկատվեց։ Այո, ապրիլյան դեպքերի։ Եվ ապրիլյան դեպքերը ցույց տվեց, որ մենք այնուամենայնիվ մտավորական, քաղաքական գործիչ, պետական պաշտոնյա, ուսուցիչ, թե աշակերտ, այնուամենայնիվ ինքներս մեզ ճանաչելու խնդիր դեռ ունենք։ Եվ շատ շատերը մամուլը կարող ենք թերթել ու նայել մարդիկ, որոնք հեղինակություն էին, մարդիկ, որոնք Թոխատյանի նման ճանաչված էին, զարմանք էին հարուցում, իրենց զարմանքն էին արտահայտում մեր տղաների վարքագծի վրա։ Թոխատյանը ինքն էլ էր դուք էլ եք, այո, հիացմունք էին արտահայտում եւ այդ կարծիքները ես կարծում եմ մեր մամուլում ամենաանկեղծ կարծիքներն էին երբևէ հնչած։ Ավելին ես հանդիպել եմ հայրերի, որոնք իրենց զավակի արդեն ծառայության մեջ ինքը գալիս էր կողքներ կանգնում, որ ասում են ախր տարիք կա, հիվանդություն կա, ասում էր երեխայիս կողքը պետք է լինեմ, մեջքին կանգնած են, այնպես որ դա Եվ երկու բառ էլ, ուրեմն մենք մի մեծ պարտականություն ունենք իշխանավոր, ոչ իշխանավոր, բիզնեսմեն, ուսուցիչ, մտավորական։ Մենք ունենք մեր տեսակետները կարող են տարբեր լինել, մեր մոտեցումները կարող են նույնիսկ փոխբացառող լինել իրար, բայց մենք պարտավոր ենք օգտագործել այդ հոգևոր, հոգեկերտվածքային տեսակի ներուժը, որը հավատացեք այլ ժողովուրդների մեջ, ես ներողություն եմ խնդրում աշխարհի բոլոր ժողովուրդներից, բայց չկան, դա զուտ հայկական, այսպես օտար բառի համարել եմ հանցատեսից եւ ձեզնից ներողություն խնդրում, բայց հայկական ֆենոմեն է դա։ Տեսակ։ Ջիգար։ Իրար մոտեցումը ու այդպես է պետք է մենք ցավոք սրտի դժվարությամբ են գնում երկխոսությամբ։ Իսկապես ինչպես ասիկ ավելի հեշտ է պիտակ կախել, իմնա իմը չի։ Դրա վրա քան դրա համար եմ ասում, ես կարող եմ հասկանալ Շարմազանովին, բայց միևնույն ժամանակ չեմ հասկանում։ Եթե դու եղբայր համաձայն ես, որ մեր եղբայրն ու քույրերն են, չեն գալիս վնասելու։ Ախր մարդիկ գալիս են, որպեսզի օգտակար լինեն, աջակից լինեն, գրկապացում թունենք, թող գան, թող հետևեն, եթե մենք այդքան արդար ենք հասկացնում մեր ընտրությունները, ավելի լավ, թող գնան բարձրաձայնեն, իսկ եթե ինչ-որ մի բան գիտենք, ուրեմն թող գան, պետք է ստեղ լինեն։
Շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատության ուղիղ եթերում տեսակետների խաչմերուկ հաղորդաշարում այսօր հանդիպեցին դերասան Հրանտ Թոխատյանը և Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։